Եվ գիտեք այն թեման, որի շուրջ այսօր ուզում եմ մի փոքր քո հետ կիսվել, այսօր ուզում եմ դարձյալ մի փոքր սրտից սիրտ քո հետ խոսեմ, այսպես եմ վերնագրել. սովորիր լսել։ Սովորիր լսել։ Գիտեք, այս վերջերս ինչ-որ ժամանակ առաջ էր, մենք մի ֆիլմ էինք նայում, դա հոգևոր ֆիլմ էր, եւ դա ավելի շատ ոնց որ ռուսերեն էր այդ ֆիլմը, եւ վերնագիրը այսպես էր՝ «Սուտ դիավոլը»։ Եվ գիտեք, այդ ֆիլմի մեջ այդ դերասանը, որ սատանայի դերն էր տանում, ինքը դատարանի դահլիճում, դա հետաքրքիր ֆիլմ է, կարող ես եթե ուզում ես նայել, ինտերնետում կա։ Եվ ինչ էր ամենահետաքրքիրը, որ ինքը դատարանի դահլիճում կանգնած ասում էր. Աստված ստեղծեց բնությունը, Աստված ստեղծեց կենդանական աշխարհը, բայց ես ստեղծել եմ աղմուկը։ Գիտեք, աղմուկի ժամանակ ոչ ոք չի կարող լսել։ Դեք պատկերացրեք, եթե հիմա այստեղ շատ բարձր երաժշտություն միացնենք, որ իրականում աղմուկ լինի, ու ես առանց բարձրախոս խոսեմ, դուք մենակ կտեսնեք, որ շուրթերը բացվում, փակվում են։ Բայց մնացածը դուք չեք լսի, ես ինչ եմ խոսում։ Գիտեք, շատ անգամ այս աշխարհի աղմուկի մեջ մարդիկ դադարում են լսել Սուրբ Հոգու ձայնը։ Դադարում են լսել Սուրբ Հոգուն։ Ու շատ անգամ, երբ որ Սուրբ Հոգին խոսում է, մարդը մտածում է, դա իր միտքն է, դա իր մտահղացումն է։ Ու գիտեք ամենահետաքրքիրը որն է, որ շատ անգամ մարդիկ չեն էլ կարողանում պատկերացնել, որ պարզապես իրենք չեն լսում Սուրբ Հոգուն, որ չեն լսում Աստծուն, գիտեք իրենք չեն կարող ավելի ռեալ ու ճիշտ որոշումներ կայացնել, որտեղ երբ որ ինչ-որ բանի մեջ որոշում են կայացնում, գալիս են բախվում են, այստեղ սերունդ կա նստած, որ բոլորը գիտեն ինչ բան է խրուստալից վազան։ Միկել կա։ Ես թվում այլ համար ոչ պետք է օգտագործեմ։ Կամ խրուստալից լուստրաները։ Բավական էր, որ այդ վազան քո ձեռքից հայտնվեր գետնին։ Գիտեք, երևի ես եղունգիս մեծության չափ կտորներ էր դառնում։ Գիտեք, շատ անգամ քրիստոնյաներ այդպես են իրում, գիտեք, չեն լսում Աստծուն։ Ու երբ որ հայտնվում են հատակին, այդպես փշրվում են։ Եվ հետո այն ժամանակ, հիմա չգիտեմ կան նման մասնագետներ, թե չէ, այն ժամանակ կային հատուկ մասնագետներ, որոնք սպասք էին կպցնում։ Ու դու պատկերացնում ես, հավաքում ես այդ ամբողջ վազայի այդ կտորները, տանում ես վարպետի մոտ ու ասում ես, խնդրում եմ կպցրա։ Գիտեք, իրականում դժվար էր վարպետին այդքան փոքր կպցնել, բայց շատ անգամ քո կյանքը այդպեսին է լինում, դու Աստծուն չլսելու հետևանքով նման ձևի փշրվում ես, հետո հիմա մանես գալի վարպետ որտեղ ես գտնեմ, որ իմ կյանքը նորից նորոգի։ Գիտեք, հայտնության երկրորդ եւ երրորդ գլուխներում 7 անգամ խոսվում է, ով որ ականջ ունի թող լսի։ Ով որ ականջ ունի թող լսի։ Գիտեք, հիմա բոլոր նստածները կամ են մարդիկ, որ հետո մեզ կնայեն, կասեն, բայց մենք երկու հատ ականջ ունենք, մի հատ էլ չունենք։ Բայց գիտեք ամենահետաքրքիրը որն է, որ Հիսուս ասում է լսելով կլսեք ու չեք լսի, տեսնելով կտեսնեք ու չեք տեսնի, որպեսզի ինչ չլինի, որպեսզի միտք չառնեք։ Գիտեք շատ անգամ դու ես որպես ծառայող քարոզիչ, ես շատ անգամ նայում եմ մարդկանց, տեսնում եմ մարդը շատ կարծես ուշադիր նայում է երեսին։ Բայց գիտես ամենահետաքրքիրը որն է, որ ինքը նայում է երեսին, բայց ինքը մտքով տանը ճաշ է փում, օրինակի համար։ Այն մեկը մեքենա է վարում, այն մեկը մտածում է, սա վերջացնեմ գնամ դպրոցից երեխուն տուն բերեմ։ Ինքը չի լսում։ Ինքը ստեղ ներկա է, ունի երկու ականջ իր վրա, բայց ինքը չի լսում։ Ո՞վ է խանգարում, որ դու չլսես։ Ո՞վ է խանգարում, որ դու չլսես։ Համար առաջինը դու ինքդ, որովհետև երբ որ դու չունես քո ներքին կյանքը Աստծո հետ, դու չես շփվում Աստծո հետ, դու չես կարողանալ լսել Աստծուն։ Ու երբ որ Աստված էլ խոսում է քեզ հետ, դու չես իմանում այդ ում ձայնն է։ Գիտեք, ժամանակներ առաջ, երբ որ մարդիկ արթնանում էին, հատկապես քրիստոնյաները քնից, առաջի բան ինչ էին անում։
ամեն մի քրիստոնյայի մահճակալի կողքին կար պահարան, որի վրա դրված էր իր Աստվածաշունչը։ Մարդը հենց աշկերը բացում էր, առաջի բանը, որ ուզում էր անել, դա Աստվածաշունչը վերցնել ու կարդալն էր։ Բայց գիտեք հիմա ամենհետաքրքիրը որն է, որ հիմա բոլոր քրիստոնյաների այդ նույն պահարանի կողքին դրված է բջջային հեռախոսը։ Եվ առավոտ հենց արտանում է, առաջի բանը, որ մարդ անում է, ձեռը մեկնում է բջջային հեռախոսը վերցնելու։ Բան ասեմ, ինձ այդ բջջային հեռախոս տվեք։ Նայեք, այս հեռախոսի մեջ աղմուկ կա։ Այս հեռախոսի մեջ աղմուկ կա։ Ու դու ամեն անգամ, երբ որ դու այս հեռախոսը նայում ես, երբ որ ամեն անգամ դու այս հեռախոսը նայում ես, ամեն անգամ, երբ որ դու այս հեռախոսը նայում ես, գիտես, այնտեղ վատնորություններ կան, էս կա, այն կա, սրա մարդը նրանից բաժնվեց, նրա կնիկը էս արեց, այն մեկը էս, այն մեկը էս, այն մեկը էս, գիտես, ամեն անգամ դու լսում ես աղմուկ։ Եվ գիտեք ցավալին որն է, որ շատ անգամ դու այս ամեն ինչի մեջ չես կարող լսել Աստծուն։ Չես կարող լսել Սուրբ Հոգու ձայնը։ Բայց գիտեք, երբ Սուրբ Հոգին սկսում քեզ հետ խոսել, երբ որ դու այս բջջային հեռախոսի փոխարեն վերցնում ես Սուրբ Գիրքը, առանձնանում ես, ասում ես Տեր, ուզում եմ, որ դու ինձ սովորեցնես։ Ուզում եմ Սուրբ Հոգի քեզ հետ հաղորդակցվեմ, ուզում եմ Սուրբ Հոգի ավելի ճանաչեմ քեզ։ Ուզում եմ լսել քեզ, ոնց ես դու խոսում։ Չէ՞ որ Հիսուսն ասեց Հոգին, որ կգա ձեզ կսովորեցնի։ Եթե լեզու չունի Սուրբ Հոգի, ո՞նց կարա քեզ սովորեցնի։ Ուցե մեկ ասի ժեստերի լեզվով, բավեր դեպքում ձեռ չունի, ոնց կարա քեզ ժեստերի լեզու սովորեցնի։ Դա նշանակում է Սուրբ Հոգին անձ է։ Եվ ինքը պատրաստ է քեզ հետ խոսելու։ Ինչքանով ես դու սովոր իրեն լսել։ Սիրելի եղբայրներ, քույրեր, ինչքանով եք սովոր իրեն լսել, որտեղ դու ամբողջ օրը թերթում ես Instagram-յան ռելիսները, Facebook-յան ռելիսները, դեռ ես ով ինչ հակավ, ով ինչ խմեց, ով ինչ կերավ, ով գնաց, այն մեկն ինչ արեց, այն գիտես սա կամած, գիտեք ինչ անում, աղմուկ է բարձրացնում քո կյանքի մեջ։ Ու մեկ էլ այմես դու 4 ժամ բջջային հեռախոսի մեջ ուղղակի ժամանակ ես սպանում։ Այս վերջերս որոշակի սոցիոլոգներ հետաքրքիր մի էքսպերիմենտ էին արել ու դες մի հատ դրել էին մի ռոլիկ մի տեղ, ասում են թե դու ուղղակի պարզապես 15 րոպե ինչ որ սոցցանցերում ես լինում, այդ բան քեզ ոչինչ չի ասում։ Ու ինքը հաշվում էր տարվա կտրվածքով, ասեմ քանի ժամ, ասում է ուղղակի կորցրած, սպանած ժամանակ ես ունենում։ Ուղղակի սոցցանցերում թրև գալով։ Գիտեք, սա այնքան կարևոր է, շնորհակալություն ձեզ, որ կարողանանք մենք սովորել լսել։ Դու պետք է կարողանաս սովորել լսել Սուրբ Հոգու ձայնը։ Դու պետք է կարողանաս նաև սովորել համբերել։ Դրա համար վերնագրել եմ այսպես. սովորի լսել։ Սովորի լսել։ Որտեղ եթե դու չառանձնանաս Սուրբ Հոգու հետ, չհաղորդակցվես, չշփվես իր հետ, այդ դեպքում ում ձայն ես դու լսում։ Ով է քեզ հետ խոսում։ Գիտեք Հովհաննես Թումանյանը մի տաքիր գիրք ունի գրված, պատմություն Լորեցի Սաքոն։ Ում ձայն է լսում Սաքոն, որ ասում էր Սաքո, մեզ մոտարի արսանիկ։ Եվ այդ ձայնը մենք տեսնում ենք, որ Սաքոին տարավ խելագարության։ Գիտեք, երբեք Սուրբ Հոգու ձայնը քո մեջ խելագարության չի տանելու։ Նա քեզ բալանսի է բերելու, նա քեզ խաղաղության է բերելու, նա քեզ ավելի կարգի է բերելու։ Գիտեք, հայտնության 2-3 գլուխները եթե կարդա կտեսնեք, ես հիմա չեմ կարդա այդ տեղերը, որտեղ ամեն անգամ ասում է, ով որ ականջ ունի, թող լսի։ Ով որ ականջ ունի, թող լսի։ Որտեղ գիտես, Աստված ստեղծել է քո ականջները, որպեսզի դու կարողանաս լսել առաջինը իրեն։ Ինչ եք մտածում, երբ որ Ադամին ստեղծեց, առաջինը Ադամը ում ձայնը լսեց։ Կարող եք ինձ ասել։ Կենդանների ձայնը։ Քանիստ եք համաձայն, որ Ադամը առաջինը կենդանների ձայնը լսեց։
Հա? Ուզում եմ քո ձեռը տեսնեմ, քանից եք համաձայն, որ Ադամը առաջինը կենդանիների ձայնը լսեց։ Մի հոգի համաձայն է։ Ուրեմն խնդրեմ, որ գնաս Աստված չկարդաս, տեսնես, որ կենդանիները դու են ստեղծվում։ Գիտեք ինչ ամեն հետաքրքիրը։ Աստված մարդուն երբ որ ստեղծեց, առաջինը որ մարդը լսեց դա Աստծո ձայնն էր։ Առաջին Աստծո հոգին էր, որ մարդուն կենդանություն տվեց։ Բայց այսօր ցավալին գիտեք որն է։ Որ շատ անգամ մարդիկ խոսում են, ասում որտեղ ես գիտես։ Ասում ինտերնետում էր։ Հեռուստացույցում էր, համակարգչի մեջ էր։ Այս աղմուկը գիտեք կամաց բարձրանում է։ Ու գիտեք ինչ անում, թույլ չի տալիս, որ դու լսես հոգու ձայնը։ Գիտեք Մատթեոս 13-12-ում հետաքրքիր բան կա գրված։ Ով որ ունի նրան պիտի տրվի ու պիտի ավելանա, եւ ով որ չունի ունեցածը նրանց պիտի վերցվի։ Եվ որ դու սովոր ես լսելու Սուրբ Հոգուն, գնալով Սուրբ Հոգին ավելի է բացահայտում իրեն քեզ։ Գուցե մեկ ասի, «Հո, ես աղոթում եմ, բայց ես իր ձայնը չեմ լսում»։ Իսկ ինչ գիտես, որ ինքը շատ անգամ քո հետ չի խոսում, ու դու պարզապես այդ աղմուկի մեջ դու չես կարող լսել իր ձայնը։ Գիտես ժամանակ վերցրու առանձնանալու։ Ժամանակ վերցնելու, գիտես ժամանակ վերցրա առանձնանալու քո բջջային հեռախոսից, քո հեռուստացույցից, այն ամենից ինչ որ քո կյանքի մեջ աղմուկ առաջացնում, եւ դու չես կարող լսել։ Գնա առանձնացու, ասա Տեր ուզում եմ խոսես իմ հետ։ Գիտեք, ես ձեզ վստահեցնում եմ Սուրբ Հոգին խոսի ձեր հետ։ Սուրբ Հոգին խոսի ձեր հետ։ Որտեղ Հիսուսն ասաց ինձանից ինչ որ լսում է ձեզ կասի, իմ ասածները ձեզ կսովորեցնի, իմ ասածները ձեր միտքը կբերի։ Վերցրա Սուրբ Գիրքը ու սկսի աղոթել Սուրբ Հոգի, ինձ սովորեցրու, ինչ ես ուզում ես խոսքով ինձ ասել։ Հավատացեք ինքը սկսելու է ձեր հետ գործել։ Գիտես, երբ որ դու փնտրում ես իր երեսը, քեզ ավելի է տրվում։ Բայց եթե դու ամբողջ գիշերը մինչև ժամը 3-ը 4-ը պարզապես սոցցանցերում թրև ես գալիս, եւ որ դու առավոտյան արտանում ես, հավատացեք ձեր գլխի մեջ աղմուկ է։ Դու այնպես չի որ մինչև գիշերվա ժամը 4-ը 1-ին ավետարան ես քարոզում։ Դու պարզապես նայում ես ով ինչ ակավ, ով ինչ նկարա դրե, ով ինչ վիդեո դրե։ Ու գես առավոտյան քո գլխի մեջ արդեն աղմուկ է։ Եվ դու չես էլ ուզում աղոթքի կանգնես։ Չես էլ ուզում Աստվածաշունչը բացես։ Որտեւ ինքը նորից ասում է, հələ տեսնես շարունակությունը ինչ է լինում։ Ու դու կամա թե ակամա, որովհետեւ երեկոյան վերջինը բարի գիշեր ասել ես քո բջջային հեռախոսին, դրել ես քո պարանի վրա, առավոտը նորից իրեն ասում ես բարի լույս։ Սա մեր իրականությունն է։ Եվ մենք դադարում ենք, շատերը դադարում են լսել հոգու ձայնը։ Ու գիտեք շատ անգամ Սուրբ Հոգին խոսում է տարբեր կերպով։ Ու մարդիկ չեն էլ կարողանում հասկանալ, որ դա հոգու ձայնն է։ Գիտեք մի բան ասեմ, ով որ հոգևոր լսողությունը նրան ավելի է բացվում։ Ով որ չունի ինքը մտածում է ես ամեն ինչ գիտեմ, հավատացեք ինքը խաբված է։ Եվ որ ես հանդիպում եմ մարդկանց շատ անգամ որ մարդիկ սկսում են ավելի մեծ ինչ-որ բաներից խոսել, մենք հավատում ենք մեր նկարները, մեր էսը, մեր սրբերը, մեր էս մեկը, մեր այն մեկը։ Ես մի հարց եմ տարածում, վերջի անգամ եք լսել Աստծո ձայնը։ Ինչ Աստված խոսում է։ Ինչ Աստված խոսում է։ Ամեն պապերը ժառանգություն են ստացել։ Գիտեք, մեր պապերը մարդիկ են եղել, որոնք Աստծուն լսել են։ Ես մի ժամանակ առաջ կարդում էի մեր պապերի մասին պատմություններ, որտեղ տիեզերական ժողովների ժամանակ մեր հոգևոր հայրերը հավաքվել են, ու մեկը վերցրել է այն ժամանակվա Եզան Գութանը, հիմիկվա Գութաների պես չէր, ասում մի փոքր լճակ կար, ասում վերցրեց այդ Գութան ու լճակը հերկեց, ասում ամբողջ լճակը սենց որ հերկում են հողը, որ տեսել է սենց ինքա ալիկալի կանգնում է հողը, ասում դե հիմա ցանեք։ Գիտեք մենք
Պապեր են ունեցել հավատքի հերոսներ, որ նահատակվել են Քրիստոսի համար։ Չեն մերժե Քրիստոսին։ Բայց ցավալին գիտեք որն է, որ այսօր մի հատ փոքր առաջարկի դեպքում մարդը մոռանում Աստծուն։ Գիտեք շատ անգամ մարդիկ չեն ուզում լսել, գիտեք ինչը, որ գուցե Տեր իրան հանդիմանի։ Գիտեք սովորեք լսել նաև այն ինչ որ ձեզ դուր չի գալիս, բայց լսեք։ Լսեք, թեկուզ քեզ դուր չի գալիս։ Գիտեք մենք ժողովրդական այսպիսի մի հետաքրքիր ասացվածք ունենք։ Դա միշտ իմ լուսահոգի հայրն էր ասում ինձ։ Մի նստի նրա կողը, որ քեզ ծիծաղացնում է, նստի նրա կողը, որ քեզ լացացնում է։ Լացացող մարդը քեզ սիրում է, ծիծաղացնողը քո լավը չի ուզում։ Որտեղ ինքը ուզում է դու հիմար մեծանաս, իսկ լացացողը ուզում է որ դու սովորես։ Գիտեք շատ անգամ Սուրբ Հոգին խոսում է ինչ-որ բաներ, քեզ դուր չի գալի ոնց։ Գուցե հիմա երիտասարդները լսում են, ասում են, ոնց կլինի սաղ Instagram-ում չելնեմ։ Բայց տենամ ով ինչ հակավ, բայց տենամ քանիսին սրտիկ դնեմ, չգիտեմ քանիսին ինչ դնեմ։ Իսկ ինչ է տալիս քեզ Instagram-ը։ Բա հոջան ես նայում եմ Հովիվ Գորի, Հովիվ Արթուր Սիմոյանի, այս մյուս սոցիալի ծառայությունները, քարոզները լսում եմ, բայց գիտեք, դու կարող ես ամբողջ օրը քարոզ լսել։ Ու դա գիտեք ինչի նմանվի։ Այն տարային, որի բերանը խցանով փակված է եւ դրված է ջրվեժի տակ։ Ջրերը հոսում են իր վրայով, բայց երբ որ դու այդ տանը վերցնում ես, մեջը դատարկ է։ Ումա պետք դա։ Ու գիտեք շատ անգամ մարդիկ ինչ են անում։ Չեն ուզում կենթանի հաղորդակցություն։ Գիտեք որն ամեն հետաքրքիրը, որ մարդը կարա գնա օրինակի համար մի հատ նկարի մոտ, փաթաթվի այդ նկարին, աչի այդ նկարը, ու սկսի նկարի հետ խոսալ։ Ու գիտեք մարդը մտածում է, որ ինքը հավատում է։ Ուզում եմ մի հատ հարց տամ ձեզ։ Կամ այն մարդիկ ովքեր որ մեզ կլսեք, մտածեք, քան անգամ է նկարը ձեր հետ խոսել։ Քան անգամ ես երբ որ գրկել ես խաչքարը կամ չգիտեմ մի հատ ինչ-որ սրբապատկեր, ու ասել է բալես ես քեզ սիրում եմ։ Քանիստ եք լսել այդ ձայնը։ Քանիստ եք լսել երբ որ դու գնացել ես այդ անկենթան արձանիկի մոտ խոսել ես։ Ինքը ասել է այդ բանը չանես։ Այդտեղ վտանգ կա։ Ուղղակի մարդը սիրում է։ Պաշտամունք մատուցի մի բանի, որը չի կարող խոսի։ Դու պետք է սովորես լսել կենթանի Աստծուն։ Դու պետք է սովորես լսել Սուրբ Հոգու ձայնը։ Աստծո ձայնը, որը որ քո հետ խոսում է, որը որ կարա քեզ առաջնորդի, որը որ կարա քեզ ամեն իրավիճակի մեջ ցույց տա ճշմարտությունը։ Մենք դրա ժամանակը չունենք։ Այդ դեպքում ինչ քրիստոնյա ես դու։ Ուր է տանում քո ճանապարհը քեզ, եւ որ դու չես կարողանում լսել Աստծուն։ Եվ որ Աստված քո հետ չի խոսում։ Այդ դեպքում ես չգիտեմ դու ինչ Աստծո ես հավատում, որը որ չի կարողանում խոսի։ Ես հավատում եմ մի Աստծո, որը որ կենթանի է, որ ունի շուրթեր, որ ունի ակաժներ, որ ունի աշկեր, որ ունի ձեռ, որ կարողանում է խոսի, որ կարողանում է քո աղոթները լսի, որ կարողանում է գիտես քեզ տեսնի, որ կարողանում իր ձեռքը մեկնի, քեզ օրհնի, պայի, բժշկի։ Ես հավատում եմ նման Աստծո։ Ես չեմ հավատում մի Աստծո, որ ընդամենը պատկեր է եւ ինքը անշունչ է։ Անշունչ է։ Գիտեք շատ տարիներ առաջ երբ որ ես մի հատ ֆիլմ կա հռութ էր վերնագիրը Աստվածաշնչյան եւ այդ ֆիլմի մեջ մի հետաքրքիր դրվագ կա։ Իրանք տեղափոխվում են ուրիշ երկիր եւ այդ երկրում իրանց Աստծո արձանիկներն են վաճառում։ Եվ Նոեմի տղան մոտենում է այդ վաճառողին ու մի բան է հարցնում, ասում է, երբ որ այս արձանիկի թևը կոտրվում է, ով է նորոգում։ Ասում է, ես։ Ասում է, միթե այս արձանիկը չի կարող իր թևը նորոգել, ասում է, ինքը արձանիկը ընդամենը։ Ասում է, բայց ինքը Աստված է։ Դու վաճառում ես իրեն որպես Աստված։ Ինքը չի կարողանում իր թևը նորոգել։ Բա որ այս պատերազմի դաշտում վիրավորվեմ, ինքը ո՞նց կարի իմ վերքերը բուժի։ Սիրեն ովքեր որ մեզ կնայեք, իրականում սա ամենավտանգավոր բանն է հիմա,
որ ամեն մեկը պատրաստ է անշունչ արձանիկների, նկարների երկրպագություն անի, բայց կենդանի Աստծո ձայնը չեն ուզում լսել։ Գիտես, դու կարող ես գնալ մի հատ արձանիկը գրկել ու 5 ժամ լացել ու պատմել իրան քո դարդերը։ Ու հավատացեք, ոչ մի ակնկալիք չունենաք, որ այդ արձանիկը քեզ օգնելու է։ Որտեղ դա ինչ-որ մեկի ստեղծագործությունն է։ Բայց գիտեք, Աստված ստեղծագործություն չի։ Աստված ինքն է ստեղծագործողը։ Եվ ինքը կենդանի է, որ կարող է քեզ հետ խոսել, եւ դու կարող ես իր ձայնը լսել։ Ինչ ենք մենք երեխաներին ուղարկում դպրոց։ Ասում են գնա սովորի։ Երեխան գնում է դպրոց, ուսուցչի փոխարեն, ես չգիտեմ հիմա դպրոցներում այդպես կա թե չէ, բայց այն ժամանակ որ ես սովորում եմ, մեր ժամանակում կա լաբորատորիայում կմախք։ Ու շատ անգամ մենք չարաճճություն էինք անում։ Ով գիտի ինչ բաներ, մի չգիտեմ ձգանթելերը ոնց են, մեր ժամանակում ձգանթելերը թափանցիկ էին։ Ինչտեղ ամեն հետաքրքիր ձգանթելով կապում էինք, ինքը միացյան վրա էր կանգնած։ Կապում էինք թևերը, ոտքերը ու սև հումոր էինք անում։ Սկսում էինք շարժել։ Գիտես ինչքան էլ որ դու իրան շարժում ես, մեկը ինքը ձեն չունի։ Ու դու պատկերացնում ես քո երեխային դու ուղարկում ես դպրոց, ուսուցչի կամ ուսուցչու փոխարեն մի նման արձանիկ են բերում դնում իր սեղանի հետևում ու բոլոր երեխաները սպասում են որ այսօր ինքը պետք է բացատրի Պյութագորասի թեորեման։ Երեխաները սպասում են։ Գիտեք, արձանիկը չի կարող խոսել։ Գուցե մեկ ասի դա հիմարություն է։ Այդ դեպքում ո՞րն է ճշմարտությունը, որ դու արձանիկին ես երկրպագություն անում։ Եվ որ դու ուզում ես արձանիկը քեզ բժշկի։ Եվ որ դու ուզում ես այդ սրբապատկերը քեզ բժշկի։ Ո՞րն է դրա ճշմարտությունը։ Եթե այնտեղ հիմարություն է, որ արձանիկը երեխային չպետք է սովորեցնի, այս դեպքում ո՞նց կար այդ պատկերը քեզ բժշկի, երբ որ դա ինչ-որ մեկի ստեղծագործությունն է։ Միշտ դրա փոխարեն դու պետք է կենդանի Աստծո հետ հաղորդակցվես։ Այն Աստծուն, որը որ եկավ ու բարձրացավ խաչի վրա։ Այն Աստծուն, որը ուղարկեց Սուրբ Հոգուն։ Եվ այսօր Սուրբ Հոգին երկրի վրա է, այսօր Սուրբ Հոգին քո մեջն է։ Պողոս առաքյալը ասում է՝ մի տրտմեցրեք Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Սիրելի Սուրբ Հոգին, Աստվածության երրորդ անձնավորությունը, որ ամեն ժամանակ ուզում է քո հետ հաղորդակցվի։ Իսկ ինչքանով ես դու ուզում իր հետ հաղորդակցվել։ Գիտես, դու պետք է ակաժներդ բացես լսելու համար։ Գուցե մեկ ասի, ես առավոտը լվացվելուց սրբիչը մցրել եմ ստից, նեյց սնցիլուն մաքրել եմ ակաժներս բացա։ Գիտես, դու պետք է ուղղակի ունենաս այդ բաց ականջը։ Հայտնության երկրորդ գլխում ով որ ականջ ունի թող լսի ինչ ասում Հոգին։ Գիտես, Հոգին խոսում է։ Ինչքանով ես դու լսում։ Շատ տարիներ առաջ էր, ու չեմ կարող կոնկրետ ասել։ Միսիոներական թիմը սովորում են դպրոցում միսիայի դասի ժամանակ լսել Աստծո ձայնը։ Եվ թիմով բարձանում են լեռ, աղոթքի եւ ավակ ծառայող ասում է, ուզում եմ որ դու ամեն մեկդ առանձնանաք եւ աղոթեք ու լսեք Սուրբ Հոգուն ինչ ասում, որ հետ կվերադառնաք այսքան ժամ հետո, մենք կտեսնենք Սուրբ Հոգին ում ինչ է ասել։ Մի եղբայր գնում է աղոթում է մեկ էլ մի հատ ձայն է լսում, սկսի ծաղիկներ հավաքել։ Կանգնում է, եթե ինձ գնա սատանա, ես ինչ ես ասում, ես ինչ ծաղիկ ես Սուրբ Հոգուն եմ սպասում, նորից աղոթում, նորից մի հատ ձայն լսում։ Սկսի ծաղիկներ հավաքել։ Նորից է կռիվ տալիս, վերջինը ժամանակը վելարանում հետ է գալի, որ բոլոր հավաքում են, տեսնում են մոտավորապես 60%-ը բուկետներով գալիս են։ Այն մի 40% ասում է ոնց։ Ասում հա Սուրբ Հոգին ասեց ծաղիկ հավաքես էլ հավաքել եմ։ Ու պաստորը Սուրբ Հոգին էր ինձ ասում ծաղիկ հավաքես էլ մտածում էի մի ուրիշն է ասում ծաղիկ հավաքի։ Գիտեք, երբ որ դուք կարողանաք
իրական հաղորդակցություն ունենալ Սուրբ Հոգու հետ, դուք կարողանաք լսել ինքը ինչ ասում։ Բայց երբ որ Սուրբ Հոգու ձայնը լսելու փոխարեն ավելի կարևոր է քո հեռախոսի հաղորդագրությունը կամ քո հեռախոսի մեջ այդ բանը քո ժամանակը սպանելը, ու դու մտածում ես, ես համ հեռախոսի մեջ եմ, համ էլ ով ջան, քեզ լսում եմ, արխային։ Ես խափված ես։ Չես կարող։ Միաժամանակ չես կարող։ Ղուկասի ավետարան 21-րդ գլուխ եւ կարդում եմ 38 խոսքը։ Մենք ինչ ասում, բոլոր ժողովուրդը առավոտ կանուխ գնում էին իրեն մոտ տաճարը իր խոսքերը լսելու, գնում էին լսելու առավոտ կանուխ։ Իսկ առավոտ կանուխ ում ես դու լսում։ Վաղ առավոտից գնում էր տաճարը նրան լսելու, առավոտ կանուխ գնում էին Տիրոջը լսելու։ Ուզում մտածես առավոտ կանուխ ինչ ես լսում։ Առավոտ կանուխ երբ որ արտանում ես ինչ ես լսում։ Գուցե մեկ ասում է Հով ջան կնգաց ճղճղոցը, մեկ ասում է Հով ջան մարդուս գորգորոցը, մեկն ասում է երեխեքից լացն եմ լսում։ Սոված եմ, աստուրուտ եմ, մամա ճիշիկ եմ արել, մամա տակս եմ արել, մամա փոխի, մամա, այդ դեպքում ես ձեզ միակ բան կարող եմ ընդամենը առաջարկել։ Կես ժամ առաջ արթնացի։ Իրենցից կես ժամ առաջ արթնացի։ Այդ դեպքում սկսի Տիրոջ երեսը փնտրել։ Բոլոր ժողովուրդ առավոտ կանուխ գնում էին իրեն, բոլոր ժողովուրդ առավոտ կանուխ իրեն էին գնում տաճար իր խոսքը լսելու։ Գնում են Հիսուսի խոսքերը լսելու։ Ում խոսքերն ես լսում։ Ում խոսքերն ես լսում։ Սիրելի եկեղեցի ամեն մարդիկ ովքեր որ մեզ կլսեք, եւ որ մեկը թեկուզ հակացա քահանական հակուստ կամ չգիտեմ ծառայողական հակուստ ու խոսում է ապելություն մյուսների նկատմամբ, դա հոգին չի կարող խոսի։ Դադարեք լսել։ Եվ որ մարդիկ ապելություն են ցանում մյուսների նկատմամբ։ Եվ որ մարդիկ պարակտում են մյուսների նկատմամբ, չի կարա Սուրբ Հոգի նման ձևի խոսի։ Ատեք նրանց, վառեք նրանց։ Գիտեք հոգին դες բանը չի ասելու քեզ։ Ու մարդը ասում է, գիտեք, ես ինչ մարդը sense բան ասեց։ Գիտեք ընդամենը քահանապետները հրաժարեցին ժողովրդին, որ Հիսուսին գորային ասեն խաչը անեք։ Խաչը անեք։ Մեկին, որը որ եկել էր իրանց համար կյանքը տալու, առավոտ կանուխ, ում ես լսում։ Ում ես լսում առավոտ կանուխ։ Հով ջան, մեր տուն այնքան շատ մարդ կա, ես չգիտեմ ում լսեմ։ Ես անցած ծառայության ասեցի, որտեղ կարող ես լսել։ Այդտեղ ոչ մեկ չի խանգարի քեզ։ Մեկ ասում է, Հով ջան, այդ քո ասած տեղը մեր տնից 300 մետր հեռու է, մինչև գնում տեղ եմ հասնում։ Որ ասում է։ Գիտեք, խնդրում եմ ձեզ մտածեք իրականում սովորեք լսել Սուրբ Հոգուն։ Գիտեք, օրերը գնալով ավելի չար են լինում։ Ավետարանը խոսում ասում է վերջին օրերը ավելի չար ժամանակներ են գալիս։ Եվ այս չար ժամանակների մեջ գնալով աղմուկ ավելի է բարձրանում, պատերազմներ, խնդիրներ, չգիտեմ, լիքը ուրիշ ֆինանսական, նյութական, սոցիալական հարցեր, եւ այդ ամենը երբ որ սկսում է այդ մեխանիզմը աշխատել, ինքը աղմուկ առաջացնում։ Մի ժամանակ առաջի ժամանակներն էր, դա երկար տարիներ առաջ էր, չեմ ուզեն այդ ընկերության անունը տամ, որ գովազդ չլինի, եվրոպատուաների գովազդներ գնում հեռուստացույցով։ Քանի դեռ պատուանը բաց էր դրսում, ամբողջ աղմուկը լսում էր, պատուանը փակվում էր, այլ ոչ մի աղմուկ չկար։ Եվ վերջում գրում էր իրենց ֆիրմայի անունը։ Գիտեք ինչ ամեն հետաքրքիր։ Երբ որ քո հոգևոր պատուաները բաց են աշխարհի համար, այդ աղմուկը գալիս է, եւ դու չես կարող Աստծուն լսել։
Բայց երբ որ դու ինչ է ասեց Հիսուսը, մտի քո ներսի սենյակը դուրը փակի։ Ինչի։ Որ ոչ մեկի ձայնը չլսես, որ ոչ մեկը քեզ չխանգարի։ Մտի քո ներսի սենյակը դուրը փակի, այդ պատանը փակի, որ դրսի աղմուկը չգա ներս։ Ու սկսի Սուրբ Հոգու հետ հաղորդակցվել։ Սովորի լսել իրեն։ Սովորի լսել ինչ ասում։ Դու պատրաստ եղի քո ամենասիրած ոչ Աստծուն հաճելի զբաղմունքը լսելու որ մի արա։ Բավոնց կլինի։ Չի ավելի լավ է ես դուրս բաց թողեմ, պատոնս բաց թողեմ, ոչինչ, հետո ասեմ Տեր ջան, դա այսպես հայերեն չգիտեմ սկվազնյակը ոնց են ասում, միջանցիկ քամի, հա։ Սենց միջանցիկ քամին աղմուկը բերում տանում ես դրա համար քեզ չլսեցի Տեր, եթե ես լսեի քեզ, ու Տեր ասում քանի անգամ եմ խոսել։ Միացած պատմություն կա, դա չգիտեմ հումորա թե առակա, մեկ ընկնում է ջուրը խեղծվելու, ասում է մեկ Տեր փրկի ինձ, մեկ էլ մի հատ մոտորանավակ է գալիս, ասում է չէ ինձ Տերն է փրկելու, ինքը գնում է նա ուրիշ նավ է գալի, նա ուրիշ չգիտեմ վերջում անում գնում է երկինք, ասում է Տեր, բայց աղոթում է որ դու ինձ փրկիր, ասում է այն 3 բաները սպասացելին ով էր ուղարկել։ Հաճախ մենք տենց ենք պատկերացնում ենք, որ պետք է, գիտեք, նայեք, երբ որ կարդում ես Աստվածաշունչը, բոլոր ժողովուրդ ուզում է որ Տերը իրանց հետ խոսեր։ Եվ ասում ամպը իջավ Սինալերան վրա ու կայծակ որոտում Տերը խոսում էր։ Ժողովուրդը վախեցավ, ասաց չէ, Մովսես, ավելի լավ դու գնա Աստծո հետ խոսա, ինչ որ կասի կգաս մեզ կասա։ Շատական մարդիկ տենց են պատկերացնում։ Բայց գիտեք հիմա Սուրբ Հոգին երկրի վրա է։ Սուրբ Հոգին եւ մարդկանց վրա է, մարդկանց մեջն է։ Եվ Սուրբ Հոգին պատրաստ է քո հետ խոսելու։ Եվ ինչքանով դու կլսես, այսա է կարևոր։ Երբ որ դու վարժված չես լսելուն, ինչ եք մտածում։ Եթե դուք օրինակ հիմար ծնված լինեիք, ուր ասեմ, այդ դժվարա լեզու երկիր ասեք։ Չինաստան։ Ծնված լինեիք Չինաստան։ Եվ ձեր մայրը ձեր օրացային երկերը չինարեն երկեր։ Ձեր հայրը ձեզ գրկելուց չինարեն խոսար։ Հարևանները չինարեն խոսային, ձեր եկածած բարեկամները չինարեն խոսային։ Դուք երբ որ սկսեիք խոսել, ասելու էր մամա ջուր եմ ուզում։ Ես չգիտեմ ինչ կասեի։ Դա հասկացի ինչ ասեց։ Օրինակ եմ, ես չգիտեմ, սա պրոստո ինչ որ անկապ բառեր ասեցի։ Քեզ որ դու միշտ լսել ես, քո մայրը երկերա։ Նանիկ սիր, ամեն մեկը չգիտեմ ինչ է երկե։ Հերդ վերցելա քեզ իրա գրքի մեջ օրորա երկեր մեկը, դու հայրեն ես լսի հայրեն, երբ որ առաջի բառը տել, չգիտեմ թե մամա եղե, թե պապա եղե։ Նա թեմայից դուզ բան ասեմ էլի։ Մենք Վրաստանում ծառայության էինք, մի ժամանակ առաջ Կարել Գուստավ Սևերենին չէին թույլատրում Հայաստան մուտք գործել։ Եկել էր Վրաստան կոնֆերանսի, մենք ստես գնացել ենք ծառայողներով Վրաստան։ Եվ Գուստավը խոսում է, մենք ասում ենք father, այսինքն ասում ենք հայր։ Այս վրացի թարգմանիչ ասում է mother, mama։ Ֆրանսիա ասում խփմադոշին ասում է father, ինձ ասում է mama, ասում է father։ Mama։ Դու մեզ վրացիները հայրիկին մամային ասում, մամային պապային ասում։ Գիտեք շատ անգամ սենց է լինում։ Հետո ինքը հասկացա որ վրացիները պապային մամային ասում։ Բայց ամբողջ դալիճով իրականում պայթել էր ծաղիդ father, ինձ մամա, father ինչ մամա։ Գիտեք էս է իրականությունը։ Ինչ ես լսում դու։
Նայեք ինչ ասում Եսայի 1:19 Եթե դուք հոժարվեք ու լսեք Եսայի 1:19 Եթե դուք հոժարվեք ու լսեք երկրի բարիքը պիտի ուտեք Հոժարվեք ու լսեք Լսել Գիտես շատ անգամ խոսում ես մենք ասում ենք դասը ինչ ասեցի հա բան էիր ասում Բայց ինքն էլ ուսադիր է նայում քո երեսին Դու մտածում ես դաշնը ստորակետը գիտի որ բարից հետո ես դրել Հա ինչ էիր ասում Քեզ դու նայում ես ինքը լսում ա քեզ Էլ մեկ ասում Հովիվ ջան քունս նենց էր տանում Նենց էր տանում քունս Դրա համար չլսեց ինչ այ Այդ համ դու մի հատ թազակ դնեմ կլսեմ կարոսը ասեմ քեզ չես լսի Էլի քունը տանելու է Որտեղ սատանան շատ անգամ չի ուզում գիտես ինչ անի որ դու իմանաս որ Սուրբ Հոգին կարա քո հետ խոսի որ դու կարա Սուրբ Հոգու ձայնը լսես Իր նպատակը ո՞րն է որ դու ամբողջ օրը գիտեք մենք մի սերունդ ենք եղել քրիստոնյաներս մեր հասակակից քրիստոնյաներ եւ որ մենք ապաշխարել ենք մեր գրպանում միշտ ավետարան է եղել Եվ որտեղ որ մենք 5-10 րոպե, 20 րոպե կես ժամ ազատ ժամանակ ենք ունեցել, մենք բացել ենք ավետարանները շփվել ենք, կարդացել ենք խոսքը։ Հիմա բոլորի ավետարանները փոխվել է բջջային հեռախոսով։ Հենց դες մենք տրանսպորտ ճոլամ հեռախոս հանում են։ Մեկ անգամ տարիներ առաջ էր ես ինքնաթիռով Հայաստան էի թռչում, ծառայություն գնացել էի ծառայության ու հետ էի գալիս Հայաստան։ Ուղղակի ես գալուց էլ ծառայությունները որ գնում եմ ես ովքեր եղել են ինքնաթիռում գիտեն այդ արչեվի այդ նստարանի հետևում փոքրիկ սեղանիկի նման մի բան կա որ բացում ես ես բացում եմ Աստվածաշունչը այսպես բաց դնում եմ այդտեղ ամբողջ 3 ժամ թռիչքի ընթացքում ես կարդում եմ խորում եմ մարդիկ ասում դառնում են նայում են ասում են էսի կարող է հին մարդ հա կարող գնանք կպնենք կինո չի նայեմ պլանշետը ձեռը չի գիրքա դեմը բացած դրած ու մեկ էլ հետ գալուց էլի նույն սովորության համաձայն ես գիրքը կարդում եմ, խորում եմ, սենց 3-4 ժամ ճանապարհ ես գալիս։ Հետո էլ բավական ինքնաթիռում քիչ մարդիկ էին։ Ու մեկ էլ շրջվեցի կողքի տեսնեմ մի քույր սենց տիներ սենց նայում է ուզում հասկանամ ես կնիկի խի ասած երկարից նայում։ Հետո մեկ էլ որ շրջվեցի դեմ ժպտաց։ Ասի դեր Աստված ինչ ուզում ես կնիկից ինձ։ Եկել ասեց հայ եք ասում եմ հա կայլա ձեզ մի հարց ասում լսում եմ ասես դու քրիստոնյա եք ասի Տեր Աստված այսի ուրիշ բան Դու բանես բարձրաց մեր կյանքի խոսք եկեղեցուց է բանես բարձրաց մի ովի տարածքից է որտեղ որ ոնց որ մի ժամանակ առաջ մենք էլ էինք այդ տարածքում մենք ամբողջ ճանապարհը ես ես մի շարքում եմ նստած են մի շարքում մենք սկսեցինք շփվել իրար հետ Ու ես էլ այդ ժամանակներում իմ կինը միշտ ասում է, ինչ ես գոռում, եւ որ ես սկսում եմ խոսալ կամաց իմ ձենը բարձրանում, ես չեմ էլ հասկանում թե ոնց եմ սկսում ձենս բարձր տոնով խոսել, ու մենք որ խոսում ենք, հետո հասկացանք, որ ամբողջ ինքնաթիռը մեզ լսում են։ Ասի ավելի լավ։ Սկսեցինք ուրիշ բաներից խոսել, ավետարանից խոսել, փրկությունից խոսել, հետո բոլորը լսեն։ Գիտեք ամենահետաքրքիրը որն է։ Որ Հիսուսը մի բան ասեց. Իմ ասածները ձեր միտքը կբերի Սուրբ Հոգին։ Գիտես, ես որ ես վերցնում եմ Աստվածաշունչը ու սկսում եմ կարդալ, ես շատ անգամ աղոթում եմ Սուրբ Հոգի սովորեցրու ինձ։ Սովորեցրու ինչա գրած ստեղ։ Եվ գիտեք, Սուրբ Հոգին սովորեցնում է ինչա գրված էստեղ։ Գիտեք, բայց ես որ ես սոցցանցերում եմ օրինակի համար, Instagram-ում նայում եմ թե ծառայողներից ով ինչ շորա թազա առեմ, նոր շորերա գնեմ։ Որտեղ ով նոր շորա գնում Առաջի բանը որ ինք անում է նկարում ու տեղադրում էր էջի վրա տեսեք նոր կոստյում եմ գնել ասում եմ թե հոժարվեք եւ ակաժներդ բաց լինի հոժարեք ու լսեք գիտեք սա այնքան կարեւոր է ես այնտեղ չեմ լսում բայց երբ որ ես Աստվածաշնչից իմացեմ երբ որ ես իր այդ հաղորդակցության մեջ եմ ես լսում ինքը ինչ ասում Ես լսում շատ անգամ ինքը ինչից հետո է ասում ու երկրորդ հարցն առաջ գալի եթե հոժարեք ու լսեք ասում հոժարությամբ սկսում ես անել ինչ որ ինքը ասում է
Խովիվ ջան, ուզում եմ գնամ Երևան ապրեմ, Արագածավանը լավ տեղ չի, ջուրը բանա, ինչ են ասում, արտեզյանը, առնում ենք ջրերը, էդ համ Երևանը սառնորակ ջրերը խմեմ, ասում ես Տերը ուզում ա որ գնաս, խովիվ ջան, վախենում եմ տիրոջը հարցնեմ, ասում եմ ինչի, օրինակ, սա զուտ պայմանական եմ խոսում, ասում ա բա որ հանկարծ Տեր ասի, ես ես գյուղում քո հետ ծրագիր ունեմ, գործ ունեմ, բայց այդ դեպքում ես ինչ եմ անելու, ավելի լավ է չհարցնեմ, չասի, հելնեմ այդ համ, կամ հարցնեմ ասի ու չգնա, ու գնամ, այդ վաղտ անհնազանդ կլնեմ, ասեմ քեզ ես տնից անհնազանդ ես, որտեվ չես ուզում լսես են, ինչ որ Աստված ունի քո համար, ու խելքդ ինչ փչում են անում ես, գիտեք, մի հատ վտանգավոր բան էլ կա, որ դու դադարում ես Աստծուն լսել, դա գիտեք ես կյանքի հոգսերն են, խնդիրները, ծանրությունը, գիտեք շատ անգամ, քո աշխատանքի ծանրությունը, շատ անգամ սիրելի քրիստոնյաներ ասեմ ձեզ, ովքեր թե ուզում ես կլսեք, ընդհուպ քո ծառայության ծանրությունը, առավոտից իրգուն մտածում ես ծառայեմ, լսեք ում ես ծառայում, Տիրոջն եմ ծառայում, բայց Տերը միջև քո ծառայելը ուզում է, որ դու ու ինքը իրար հետ հաղորդակցվեք, ժամանակ չունեմ, պետք է վազեմ, առանց Տիրոջ ուր ես վազում, են մի հատ ժողովուրդը մի բան ասում, չէ, դատար գրպանով ուր ես գնում, Փանոս ջան, հիմա առանց Տիրոջ հետ հաղորդակցվելու ուր ես գնում, դու գնում ես առանց Տիրոջ իր գործը անելու, չի հաջողվելու, եթե ինչ-որ բան էլ անես, ինչ-որ ձևի ստացվի, մի կարճ ժամանակ հետո էլի չի լինելու, բայց մինչ դա դու պետք է Տիրոջ երեսը փնտրես, լսես Տերը ինչ ասում, Տերը ասում գնում ենք անելու, երբ որ մենք նոր ենք եկել Արագածավան, մենք աղոթում ենք, ասում ենք Տեր, ասա ինչ անենք, ասա ինչ անենք, ժողովուրդ կար, այդ ժամանակ մի 2-3 հոգի մար, հովիկ եղբայր ինչ անենք, ասում չգիտեմ, բա ոնց, եկել ես Արագածավան չգիտես, ինչ Տերը բան չի ասել, հələ որ ասել է գնա Արագածավան, մենք աղոթում ենք, դու Տերը խոսեց ինչ չի անենք, ասի հիմա սա ենք անում, ոնց, ասի հա, մենք սկսեցինք անել ինչ որ Տերը ասեց, հետո մյուս փուլում Տերը ուրիշ բան ասեց, հետո գիտեք ամենադաժանը որն էր, որ 20 թվին ես աղոթում էի, ասում եմ ուր եմ տղեն տեղ ասա, ու մեկ էլ հանգարտ ասում գնա երեխեքին տակ շորեր հագցրա, ասում եմ Տեր, ես հարցնում եմ ուր եմ դանել, դու ասում ես գնա տակ շորեր հագցրա, ու երկինքը լուր էր, ասի եթե դու ուզում ես ես կգնամ կանեմ, 20 թվի նոյեմբերն էր, թե դեկտեմբերն էր, չէ, դեկտեմբերին մենք այստեղ 63 երեխու, ճիշտ եմ չէ հիշում թիվը, 64 երեխու, մենք նոր տաք կուրտկաներ ենք հագցրել, սպորտային հագուստներ ու գլխարկներ, 64 երեխայի, հիմա կասեք ու ինչ, ասեմ ձեզ ինչ, եթե ես այդ օրը չլսեի Տիրոջը, այստեղ մի ծառայող կա նստած, իր կյանքում ոչ մի բան չէր փոխվել, այդ օրվա, այդ ամբողջ ընթացքից իր կյանքում բան փոխվեց, ու որ իմա ծեծեսին աստ ես չի գնամ, դու չգիտես, երբ որ լսում ես Աստծուն, Աստված այն մյուս կողմում ինչ է անում, ինչա գիտեք իմ համար հեշտ է, իմ համար շատ դժվար էր, ես աղոթում եմ, ասում եմ ուր եմ տղեն, ասեմ տղու տեղը, ասում եմ գնա երեխեքին տակ շորեր հագցրա, ու ծառայողները մենք անձամինքներս գնացել ենք, մտել ենք տները, տեսել ենք այդ ընտանիքի սոցիալական կարգավիճակը եւ իրանց երեխաներին գրանցել ենք եւ նման երեխաների 64 երեխայի նոր պակետները ծառայողներն են բացել ու դաժե մի աշխարհիկին էլ կար մեզ շատ օգնեց, Աստված օրհնի իրեն, ինքը մեր այդ հավասար ծառայում էր, այսքան ժողովուրդ չունենք որ օգնեին, ընդամենը 2-3 հոգի մարդ էր, ուրիշ մարդիկ էին մեզ օգնում, այդ երեխաներին շոր էին հագցնում, ամեն երեխայի հագցրել ենք իր սպորտային հագուստը, իր գլխարկը, իր տաք կուրտկան, բաճկոն հայերեն,
ու ճանապարհել ենք։ Գիտեք, այնքան կարևոր է լսել Աստծուն, այնքան կարևոր է։ Գիտեք, իմ համար այդ ժամանակ հեշտ չէր։ Բայց երբ որ Սուրբ Հոգին խոսեց, ասես կանեմ ինչ որ դու ուզում ես։ Եվ մեր գտության ծառայողների հետ մենք այդ ամենը կազմակերպեցինք, իրանք հատկացրեցին այդ տակ հագուստները, մենք էլ արեցինք այս մյուս կողմը։ Գիտեք, հեշտ չէր իմ համար, բայց մի բան կա, կարևորը լսել Աստծուն։ Ելից 6:9 նայեք ինչ ասում Տիրոջ խոսքը։ Մովսեսը Իսրայելի որդիներին այսպես ասեց. բայց նրանք իրենց նեղությունից եւ գործի ծանրությունից Մովսեսին չլսեցին։ Գիտեք, շատ անգամ գործի ծանրությունը, քո կյանքի հոգսերի ծանրությունը, քո խնդիրների ծանրությունը, քո կյանքի խնդիրների ծանրությունը, դժվարությունների, փորձությունների ծանրությունը շատ անգամ փակում է քո ականջները, որ դու չկարողանաս լսել Աստծուն։ Բայց երբ որ դու այդ ամեն ինչի մեջ, գիտես ինչ ես անում, մտնում ես քո սենակը, դուռը փակում ես, այդ բոլոր այդ ամեն ինչը քո սենակից դուրս են։ Դու սենակի ներսում ես, այդ ներսում չկան այդ գործի ծանրությունը, հոգսերի խնդիրները, դժվարությունները, ընտանեկան խնդիրները, ոչ մի բան այդ սենակի մեջ չկա։ Դրանք սենակից դուրս են, որտեղ Հիսուս ասեց մտիր ու դուռը փակի։ Չասես բաց թող։ Այդ ժամանակ դու կլսես իրեն։ Այդ ժամանակ դու կլսես իրեն։ Ինքը ինչ ասում։ Բայց ասում է այս մարդիկ իրանց այդ նեղությունը, գործի ծանրությունը, իրանց անհոգ վիճակը չլսեցին Մովսեսին։ Շատ անգամ քո անհոգ վիճակը թույլ չի տալիս, որ դու լսես Սուրբ Հոգու ձայնը։ Սուրբ Հոգին քո հետ խոսում է, բայց դու մտածում ես ինքը չի։ Ուրիշ մեկն է։ Սուրբ Հոգին խոսում է, դու մտածում ես, այ ինչին է պետք տենց անեմ։ Դա իրան է պետք։ Երբ որ դու հնազանդվես, քիչ առաջ կարդացինք, չէ, բարիքը կճաշակես։ Բարիքը կճաշակես։ Գիտես, շատ անգամ նույն բանը կարող է ծառայության մեջ։ Առավոտից իրիկուն դու կարող ես վազել եկեղեցու հայատը մաքրել, շինարարություն անել, այս մեկնել, այն մեկնել, ճաշեպել, ալվել, թափել, ու սենց, հա, հետո երկել ալվեմ, թափեմ փոշին, ալվեմ, թափեմ փոշին, ու գիտես, վերջում մեկ Աստծո չես լսում։ Բայց երբ որ դու մի պահ կանգնում ես, ասես Տեր, ուզում եմ լսեմ քեզ։ Ուզում եմ լսեմ քեզ։ Եկել Տեր ասում է ձեր բարի սպիտակը կճուճով ոսկի կա թաղած։ Գնա հանի։ Ինչ լավ էր, որ ես կանգնեցի ու քեզ լսեցի։ Գիտես մի բան ասեմ, կյանքը առավել է ապրոստից, ասեմ իմանալ։ Կյանքը առավել է ապրոստից։ Որ դու լսում ես Աստծուն, հնազանդվում ես Աստծուն, դու Աստծո բարիքն ես ճաշակելու։ Այդ դեպքում ամեն բան քո կյանքում կփոխվի։ Ամեն։ Քեզ սիրելիս, ամեն մարդիկ ովքեր մեզ կլսեն, քեզ հաճախ կանգնել է պետք, կանգ առնել է պետք, մեծ հասկանալու։ Մեծ քեզ քննել է պետք։ Արդյոք դու հավատքի մեջ ես։ Աստվածաշունչը ասում է մեծ քննեք։ Արդյոք դուք հավատքում եք։ Արդյոք ես լսում եմ Աստծուն։ Արդյոք ես իր ասածով եմ շարժվում։ Արդյոք ես անում եմ ինչ որ Աստծուն դուր է գալի։ Դե Հովիվ ջան, արդեն ես 20 տարի է քայլում են, դուրը գալիս եմ, էլ դուրը կգա էլի։ Այդ քեզ թվում է։ Ով կա այստեղ 20 տարեկան։ Իսկ ով կա միջև 20 տարեկան։ Ահա, միջև 20 տարեկան։ Ով կա 25 տարեկան։ Ահա։ Քանի օքի։ Հիմա նայեք 25 տարի առաջ երբ որ քո ծնողները քո բալուլը բացում էին ու մեջը բասիլկա կար ոչ մեկը քեզ պատուհանից դուրս չէր նետում
Մայրդ լվանում էր, մաքրում էր, միկվապես իրականում 25 տարի առաջ թաց անձերոցիկներ չկային։ Կամ էլ կային դեռ մեզ հասանելի չէր։ Հիմա հատուկ երեխաների համար հատուկ վրեն գրած է, հատուկ երեխաների համար անձերոցիկներ։ Գիտես լվանում էր, տաք ջրով մաքրում էր քեզ, պատանից դուրս չէր գցում։ Բայց եթե հիմա մաման մտնի քո սենակը 25 տարեկանում տնես նույն բանը անկողնու մեջ ես արել, չեմ կարծում որ նույն ձևի կվարվի, կվերցնի տաք ջուրը կբերի կլանակես, եւ որ դու իրականում հաշմանդամ չես, էլի։ Գիտես ինչքան դու հասունանում ես, այնքան արժեքներ կա որ քո կյանքի մեջ փոխվում է, եւ որ դու լսում ես Աստծուն, իրականում ինքը տալիս է քո բոլոր հարցերի պատասխան ու լուծումները։ Ամեն։ Դրա համար քեզ ժամանակ առ ժամանակ մի պահ կանգնել է պետք։ Հասկանալ արդյոք ես հավատքի մեջ եմ։ Արդյոք ես լսում եմ Աստծուն։ Ես նորից եմ ուզում կրկնել, շատ անգամ մարդկանց հետ որ հանդիպում եմ, սկսում են մեզ բաներ խոսել, արդյոք եմ վերջի անգամ եւս լսել Աստծուն։ Ինչ, քեզ Աստծո խոսում է։ Ամեն գիտենք մեր պապական ու գնաց։ Ասում ես որ մոմ ես վառում, մոմը քո հետ խոսում, հա։ Բայց եւ որ դու Աստծո առաջ կանգնած ես, ձեռքերդ բարձրացրած երկրպագում ես, ինքը կարա քո հետ խոսի։ Հիմա մեկը կասի ինչ մոմ վառելուն դեմ եք։ Եթե իմանաք մոմի ծագունաբանությունը, որտեղից է մոմը առաջ եկել, կհասկանաք, անեք թե չանեք։ Գիտեք, այնքան հետաքրքիր է այս ամենը, որ Աստծո խոսքը ասում եմ ժողովուրդը գիտություն չունենալու պատճառով կորսվում է։ Այնքան կարևոր է լսել Աստծուն։ Այնքան կարևոր է լսել Աստծուն։ Դա հացից, օդից, ջրից քայլազել առավել է լսել Աստծուն, որովհետև եւ որ դու լսում ես Աստծուն, ամեն բան քո կյանքում փոխվում է։ Մի բան եմ ուզում կարդալ։ Առակաց 5:13 ասում է եւ իմ ուսուցիչներից խոսքին մտիկ չարեցի, իմ ականջս դաստիարակողներին չտվեցի, ժողովրդային հավաքույթի մեջ ծայր աստիճան թշվառության հանդիպեցի, չլսելը եւ իր հետևանքները։ Որ խնդրեմ կգաք նվագեք։ Չլսելը եւ իր հետևանքները։ Չլսելը եւ իր հետևանք նորից եմ ուզում կարդալ։ Ասում է իմ ուսուցիչներից խոսքին մտիկ չարի։ Շարունակությունը ինչ ասում։ Իմ ականջս դաստիարակողներին չտվեցի։ Ժողովրդային հավաքույթի մեջ ասում է ծայր աստիճան թշվառության հանդիպեցի։ Ծայր աստիճան թշվառության հանդիպեցի։ Գիտեք, Աստծուն չլսելու հետևանքը։ Ու շատ անգամ դու մտածում ես, որ ես հեսա աղոթելու եմ, մեկ էլ որոտումի ձայն եմ լսելու, կայծակա խփելու, շենքը դղրդալու է, կտուրից ծուխը հելնելու եւ Տեր ասելու է. Զավակս ես քեզ ասում եմ, վալոդե չամուսանաս։ Ես երբեք դες բան չես լսելու։ Չես լսելու դες բան։ Գուցե պարզապես քո կողքի նստած մարդը, ուղղակի ձեռքը դնել է ուսին ասել է, գիտես, ես հիմա զգում եմ սրտիս մեջ Տերը քեզ sense բան ասում։ Ու որ դու լսում ես, քո ոտքը քարին չի առնում։ Գիտեք, ծառայողներ կան, որոնք ընդհուպ աշխատանքի հետ կապված հարցերում, գիտես, զանգում են, խորհուրդ են հարցում, ո՞й ո՞նց անենք, անենք այս բանը, չանենք այն բանը, բայց նաև ծառայողներ կան, որ անում վերջացնում են։ Վերջում ուղղակի սես տեղակ պայլում ասում են, մենք սես բան ենք անում։ Ասում են, դա պրծել եք, տեղակ եք պահում, որ ինչ լինի։ Ու դու գիտեք, ես երկու ծառայողի տարբերություն եմ տեսնում։ Այն մեկը, որը որ միջև անելուց առաջ փորձում է խորհուրդ հարցնի, փորձում է լսի, փորձում է առանց խորհրդի քայլ չանի,
Եվ այն մյուսի տարբերությունը տեսնում եմ ժամանակի ընթացքում։ Այն մեկի հոգևոր կյանքը ուզում ասած բարձրան, այն մեկի հոգևոր կյանքը այն վառելիքը վերջացած ինքնատիրի պես ազատ անկում է կատարում։ Ու մարդը մտածում է, բա ինչի մի շատ կարևոր բանի պատճառով, երբ որ դու չես լսում Աստծուն։ Հիմա գուցե մեկ ասի ինչ Աստված դու էիր, ոչ, կամլիցի։ Բայց Աստված տենում է քո փափագը սրտի, որ դու ուզում ես լսես, որ դու ուզում ես որոշում կայացնելուց առաջ խորհուրդ անես, Տեր ուզում եմ լսեմ, գուցե դու խոսում ես, ես չեմ հասկանում, կամ խոսել ես, ուզում եմ մի հատ էլ հաստատություն լինի, ուզում եմ մի հատ էլ հաստատություն լինի, որ ես չսխալվեմ։ Հա դե ոչինչ, ինձ սխալվեցի։ Գիտեք, մի օքի էլ մտածեց, հա դե ոչինչ, սխալվեմ։ Տղեկ վեգալեցին, տարան թաղեցին։ Կնիկն եկավ ինքն էլ էր մտածում, հա դե ոչինչ, կսխալվեմ։ Ասես լսես ինչ արեցիք։ Ինչ եք մարդու կնիկ որոշել, Սուրբ Հոգուն փորձեք։ Սուրբ Հոգուն փորձեք։ Ասում են գանում մեռան։ Այսօր կորցրել ենք երկյուղը։ Դեք ժողովուրդը այսպեսի մի բան ասում, մի բաժակ ջրի պես խմելու ջրի պես մսուտ է խոսում։ Գիտեք, ինքան վտանգավոր է այս ամենը։ Ասում Ծայր Աստիճան դժվարության հանդիպեցի, եւ որ ես չլսեցի։ Գիտեք, մարդիկ են եղել։ Զանգել են խորհուրդ են հարցրել։ Ասել ես, չեն արել են ոնց որ խորհուրդ ես տվել։ Եվ դուք գնալու խնդիրները մեծացել են։ Բայց այն մարդիկ ովքեր լսել են, արել են, հաջողակ են դարձել։ Գիտեք, սրանք այնքան կարևոր բաներ են։ Սելի եկեղեցիկ ամեն մարդիկ ովքեր մեզ կլսեք, լսեք Աստծուն։ Լսեք Սուրբ Հոգու ձայնը։ Գիտեք, ասես իմը չի խոսում։ Ով ասում որ չի խոսում։ Քանի անգամ ես օրինակի համար մտել քո աղոթքի սենյակ, ասել Սուրբ Հոգի, ուզում եմ որ իրականում իմ հետ խոսես։ Ուզում եմ գաս քո ներկայությամբ։ Ես ինքը պատրաստ եմ եկել դրա համար։ Ինքը քեզ սիրելով եկել է։ Որտեղ Հիսուսն ուղարկեց ասեց գնա Սուրբ Հոգի։ Սա մի քիչ իմ ֆանտազիայով եմ ասում։ Գնա Սուրբ Հոգի, գնա մեր երեխեքին մենակ չմնան։ Գնա մեր երեխեքի մոտ։ Որ ամեն մեկը երբ որ ուզենա լսի, դու իրանց ասես։ Երեմիա 7:24 նայեք ինչ ասում։ Բայց նրանք ասում են, չլսեցին եւ ականջ չկախեցին, հապա իրենց չար սրտի կամակորությունով իրենց խորհուրդներին հետևեցին ու ետ գնացին եւ ոչ թե առաջ։ Դուք հասկանում եք խնդիրը որտեղ է։ Քո կամակորությունը, քո չլսելը ոչ թե քեզ առաջ է տանում, այլ հետ է տանում։ Քանիստ եք տեսել փոքր սկյուրիկները, որ գցում են sense օղակի մեջ ու ինքը վազում է։ Գիտեք, այդ սկուրիկը մի հոգի է տեսել։ Մտածում է, որ ինքը վազում է։ Գիտեք, բայց ինքը նույն տեղում է։ Շատ անգամ քրիստոնյաները այդպես են։ Իրանք մտածում են ինչ-որ բան են անում, վազում են, բայց ոչ մի բան չի փոխվում իրենց կյանքում։ Եվ գիտեք ամենացավալին որն է լինում, որ մեկ օր հիասթափվում են ու վերջ։ Բայց սկզբից ասած Խրուստալից այդ վազային նմանվում, որ փշրվում են։ Ես հիասթափվեցի։ Ուզում ես ասես ինչի է։ Գիտեք, ես մի բան եմ հասկացել, այն մարդիկ ովքեր լսում են Աստծուն, երբեք չեն հիասթափվում։ Կոտրվում են, ընկնում են, ծպխվում են, չգիտեմ ինչ են, բայց նորից ելնում են ոտի, որտեղ իրանք լսում են Աստծուն։ Երբեք չեն գայթակղվում, երբեք չեն թողում հավատքը։ Ինձ նեղացրեցին, գնա Աստծո առաջ տես Աստծուն ինչքան են նեղացրել։ Ասում եմ մորուքը տվի փիտողներին։ Գիտես, Պետրոսին ասես չեմ կարող հորս ասեմ, գունդ հրեշտակներ ուղարկի։ Ասես սուրը տեղը դի Պետրոս։ Միթե գրվածքը չպետք է լինի։ Սելի եկեղեցի, սերին մարդիկ, ովքեր որ մեզ կլսեք։ Իրականում երբ որ սկսեք դուք լսել Սուրբ Հոգուն, ձեր կյանքի ամեն ընթացքը փոխվելու է։ Մենք ընտանիքով Դիլիջանում էինք, դա մի քանի տարի առաջ էր։ Եվ որ մենք այդ տնից շարժվեցինք, Սուրբ Հոգին ինձ ռեալ ասեց,
ամրագոտիդ կապի, ասես կկապեմ։ Գիտեք, առաջի ոլորանի վրա կարծես պետավտոտեսուչը սենց ստարտի կանգնած էր, հենց պարեկները չէին։ Ու ինձ հենց հատուկ ինձ կանգնացրեց։ Ու կինս ասում է, ինչ եղավ։ Ասի ոչ մի բան։ Ամրագոտոմոր, ո՞ոնց։ Ասի, որտեղ ներքևում Տեր ինձ ասեց ամրագոտին կապի, ես չկապեցի։ Եվ գիտեք ակտավորեց։ Այդ ընթացքում այնքան մեքենաներ էին բարձանում, երևակա եթե օրինակի համար 100 մեքենա 98 վարորդը ամրագոտին կապած չէր, ոչ մեկի չկանգնացրին։ Եկա մեքենայից գիտեք սա ինչի հետևանքներ։ Չլսելու հետևանքով սատանան կարողացավ ինձ 10,000 դրամ գողանալ։ Գիտեք, այն քո կյանքի ամենամանրունքի մեջ կարա Սուրբ Հոգին քո հետ խոսի։ Ռեալ քո հետ խոսի։ Ինչքանով ես բաց լսելու իրա։ Ոնց գուցե մեկը ոնց Տերը քեզ ասեց որ ամրագոտի կապեք, հա։ Ես ասեսա կկապեմ, հեսա կկապեմ, ես մեկն էլ անցնեմ, ես մի փողոցն էլ անցնեմ։ Այդ պահին, ինչ ասում է այդ պահին պիտի անես։ Ասեց հիմա ուրեմն հիմա պիտի անես։ Վերջ։ Հենց թողեցի ուրիշ բան է լինելու։ Հələ պատկերացեք, եթե այն օրը որ Սուրբ Հոգին ասեց սկսեք հատակը քանդել, մենք ասենք դե լավ է, երբ որ փող կլինի նոր։ Գիտեք, միջև հիմա էլ մյուս դարի չենք լինելու։ Որտեվ Տերը այդ պահին է սկսում գործել։ Մովսեսին ասեց Մովսես կոշիկներդ հանի, ուր որ կանգնած ես, այդտեղ Սուրբ է։ Հենց այդ վայրն էր։ Միջև այդ վայրը Սուրբ չէր, հենց այդ վայրը որտեղ որ կար։ Այնքան կարևոր է սել եկեղեցի լսել Աստծուն։ Այնքան կարևոր է լսել իր ձայնը։ Եվ գիտեք ամենաառաջի խնդիրը որն է։ Ուզում ես խնդիրը լուծում ունենա։ Դու պետք է ընդունես խնդրի արկայությունը։ Եթե դու չես ընդունում քո խնդրի արկայությունը, ինչ լուծում տաս։ Եթե դու մտածում ես, որ դու ամենաարդար, ամենասուրբ, ամենան ես, ինչ ապաշխարության մասին է խոսքը։ Բայց եթե դու գիտակցում ես, որ շատ անգամ չես լսել Աստծուն, ու դու կարիք ունես Աստծուն լսելու, այստեղ քո լուծումը սկսվում է։ Դու գնում ես քո տուն, քո ներքի սենյակը փակում ես, ասում ես Տեր, ուզում եմ քո հետ խոսեմ, ուզում եմ դու իմ հետ խոսես, ուզում եմ քո իրական ձայնը լսեմ, ուզում եմ իրականում Սուրբ Հոգի մեջ սկսես խոսել։ Հավատացեք, մեղ քաղցր հաճելի ձայն կսկսի ձեր մտքից գործեր սրտի մեջ խոսել ձեր հետ։ Եվ մեկը կասի, ես մի ձայն լսեցի, վերցրա դանակդ եւ մտցրա կեսուրից սիրտը։ Ես էլ վերցրեցի, ով եք դու քարոզեցի լսեք Սուրբ Հոգու ձայնը, ես էլ լսեցի, գնացի ու կեսուրից սպանեցի։ Գիտեք, սրանից դուրս, այստեղի գրվածներից դուրս ոչ մի բան Սուրբ Հոգին քեզ չի ասելու։ Մի քանի ինչ կասես, որ ասեց ամրագոտիդ կապի սրանից դուրս է, հնազանդությունից դուրս էր։ Հնազանդություն էր, ես նրան հնազանդությունից դուրս եկա։ Դե իմ անվտանգության համար է։ Գիտեք, որ դու սկսում ես լսել Սուրբ Հոգուն, քո կյանքի բոլոր ընթացքները փոխվում են։ Գիտես, սելի կեսուրներ, պատկերացեք դուք աղոթում եք ձեր ընտանիքի, ձեր հարցերի համար, եւ Սուրբ Հոգին ռեալ քեզ խոսում է։ Ու դու գնում ես քո հարցին, ասում ես բալես, երբ որ ես աղոթում ես Սուրբ Հոգին ասեց, որ քո սեն ու ինչ-որ բաներ ես խոսում, հարցը նայում ասում եմ, էդի ես 10 տարեկան ժամանակ եմ արել ու ոչ մեկ չգիտեր դու որտեղից իմացար։ Սուրբ Հոգին ասեց, քեզ սիրում, ուզում եմ որ դու ապաշխարես։ Ո՞վ է եկեղեցի գալիս ենք հերիք չի։ Հավատացեք։ Իրականում չէ։ Գիտեք ինչի, որտեղ Աստված ավելին է ուզում։ Ուզում ուղղակի քո հետ շփվի։ Որ չգնաս փաթաթվես այդ անշունչ քարին, ասես ու պատասխան չստանաս։ Աստված ուզում է քո իր երկխոսությունը, որ դու լսես իրեն։ Եվ Աստված ուզում է իրականում
որ իր հոգու հետ դու փոխհարաբերություն կառուցես ու լսես, 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 լսես։ Գիտեք, երբ որ դու հնազանդվում ես լսելով, քո կյանքը ավելի ապահով է դառնում։ Ինչ կասես, ոչ մի անգամ խնդիր չեմ ունենա, այն էլ քան ես ունենալու, բայց դրա միջով քեզ գրկած անցկացնելու է։ Ուշտարծվելու ես տնաս այն մարդիկ այդ նույն խնդրի ժամանակ մնացին այդ խնդրի մեջ ու դուրս չեկան։ Բայց դու Աստծո հետ անցար։ Դու Աստծո հետ անցար։ Խնդրեմ ձեզ, փառաբանության տին բարձրացեք։ Կխնդրեմ ձեզ մտածեք,